Եվրամիությունը Հայաստանի գործընկերների համար հասանելի է դարձնում 80 միլիարդ եվրո ծավալով ֆինանսական ֆոնդը։ Հորիզոն 2020 ծրագրի շրջանակում հայ նորարար բիզնեսմենները կարողանան օգտվել էժան վարկային միջոցներից, ստանալ գրանտներ ու վենչուրային գումարներ։ Տալիս է հնարավորություն մեր տնտեսվարողներին օգտագործել այն առկա ռեսուրսները, որոնք կան Եվրամիությունում։ Հիմնականում դա վերաբերում է գիտահեն զարգացումներին։ Բնականաբար մենք ենթադրում ենք, որ դա կարող է լինել տեղեկատվական տեխնոլոգիաների, մեքենաշինության եւ այլ ոլորտներում։ Իննոֆին նախագծով ոգևորված են նաև եվրոպացի գործընկերները։ Եվրոպական ներդրումային բանկի հարևան երկրների բաժնի ղեկավարը համարում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը ֆինանսական գործակցության նոր ու առավել արդյունավետ փուլ են մտնում։ Հենզոլ Բերսը լսել է ՏՏ ոլորտի հաջողությունների մասին, վստահ է հենց այստեղ են գտնելու առաջին գործընկերներին։ Ծրագրից օգտվելու պահանջները խիստ են, բայց նախկին փորձը հաշվի առնելով Եվրոպական ներդրումային բանկի պաշտոնյան համարում է, որ հայկական բիզնես նախագծերը մրցունակ են լինելու։ Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանում հիմնականում ներդրումներ է արել տրանսպորտի եւ էներգիայի ոլորտներում։ Այս ծրագիրը թույլ կտա ավելի շատ ֆինանսավորել մասնավոր հատվածը։ Նախկին գործակցությունները ցույց են տվել, որ հայերը կարողանում են ճիշտ օգտագործել ստացած գումարը։ Հայաստանում Եվրամիության դեսպանի համար Հայաստան եւ նորարարություն բառերը բնական համադրություն են։ Նորարար գաղափարները շատ են, Եվրամիությունն էլ պատրաստ է ֆինանսավորել։ Սվիտալսկու խոսքով առաջիկայում ՓՄՁ ոլորտին Եվրամիությունը նաեւ դրամաշնորհներով կօգնի։ Նազելի Գրիգորյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։